Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ ագրեսիայի 1165-րդ օրն է։ Նախքան մեր եթերի հիմնական թեմաներին անցնելը, ուզում եմ նորից սրտանց շնորհակալություն հայտնել ձեզ ձեր ակտիվ լայքերի, մոտիվացնող մեկնաբանությունների եւ մեր եթերները սոցիալական ցանցերում տարածելու համար շատ եք օգնում, շատ շնորհակալ եմ։ Կխնդրեմ այսօր նույնպես չմոռանալ օգտվել YouTube-ի այս կարևոր գործիքներից, որոնք օգնում են մեր եթերի տարածմանը, առաջխաղացմանը։ Անցնենք առաջնագծի լուրերին, մարտերի թիվը կրկին ավելացել է։ Անցած 24 ժամվա ընթացքում ռազմաճակատում տեղի ունեցել 216 ռազմական բախում, ուկրաինական ավիացիան, հրթիռային ուժերը եւ հրետանին հարվածել են 18 շրջանների, որտեղ կենտրոնացած էին ռուսական զորքերը, նրանց սպառազինությունն ու ռազմական տեխնիկան։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը շարունակում են իրենց գործողությունները Ռուսաստանի Կուրսկի մարզում, վերջին 24 ժամվա ընթացքում տեղի ունեցել 20 զինված բախում։ Ռազմական գործողություններ են տեղի ունենում նաեւ Բելգրադի մարզում։ Անցած 24 ժամվա ընթացքում հակառակորդի գնահատված կորուստները ըստ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի կազմել են 1170 զավթիչ եւ ավելի քան 300 միավոր զինտեխնիկա, ավելի ստույգ 302 միավոր։ Հակառակորդի ընդհանուր մարտական կորուստները լայնածավալ ագրեսիայի սկզբից ի վեր ըստ Ուկրաինայի գլխավոր շտաբի կազմում են 955470 զավթիչ։ Ես գիտեմ, որ պուտինիստները մեզ դիտող ամենաշատը նեղում են, երբ ես նշում եմ Ուկրաինայի գլխավոր շտաբի թվերը, այսօր կավելացնեմ նաև բրիտանական հետախուզության տվյալները։ Բրիտանական հետախուզությունը 22 թվականից Ուկրաինա լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր Ռուսաստանի ընդհանուր կորուստները գնահատել է մոտ 950,000 սպանված եւ վիրավոր։ Միևնույն ժամանակ 25 թվականի առաջին 4 ամիսներին Ռուսաստանը բրիտանական հետախուզության զեկույցում տրված գնահատականների համաձայն կորցրել է մոտավորապես 160,000 զորք, 160,000 անցած 4 ամիսներին։ Դե սկսեք տվայտվել պուտինիստներ, սկսեք գրել, որ տենց բան չկա եւ այլ նման հիմարություններ։ Ռուսական զորքերը գիշերը հարձակվել են Ուկրաինայի վրա 183 հարձակողական դրոններով եւ 2 Իսկանդեր-M բալիստիկ հրթիռներով։ Ուկրաինայի հոբ ուժերի աշխատանքի շնորհիվ 150 ռուսական դրոններ չեն հասել իրենց նպատակակետին։ Ռուսական հարձակման հետևանքով տուժել են մի շարք շրջաններ, բոլորից շատը երևի թե Խարկովներ։ Պուտինի վախկոտ ռազմական մեքենան չի դադարում դիտավորյալ թիրախավորել ուկրաինացի խաղաղ բնակիչներին եւ նրանց ունեցվածքը։ Օրինակ Խարկովը ռուսական դրոնները խոցում էին ջերմաբարային միջոցներով, սա հոգեվարք է նշանակում։ Կռվել խաղաղ մարդկանց դեմ ծանր ռազմական մեթոդներով, սա արդեն նշանակում է, որ եթե իրոք Պուտինը միջուկային զենք ունենար, վաղուց երևի թե արդեն կիրառած լիներ։ Ուկրաինական ռազմական աշխատանքի արդյունքները, ինչպես միշտ մենք մանրամասն ներկայացնում ենք մեր Telegram-յան ալիքում, QR կոդը ձեր էկրաններին է։ Ասեմ, որ մեր Telegram ալիքում կան շատ ոգեշնչող նոր հրաշալի կադրեր։ Դժվար գիշեր էր հարավում եւ օկուպացված Ղրիմում գտնվող ռուս օկուպանտների համար, հատկապես վառ գիշեր են անցկացրել Նովորոսիյսկի բնակիչները։ Ամենաբարի դրոնները հիացնում էին նախկին հզոր մեծ Ռուսաստանի բնակիչներին իրենց նրբագեղ թռիչքներով եւ ճշգրիտ հարվածներով։ Իդեպ հաղորդվում է, որ ուկրաինական ռազմածովային դրոնը խոցել է ռուսական Su-30 կործանիչը։ Կործանիչը կործանվեց, այսպես ասած։ Ուկրաինական հետախուզությունը մայիսի 2-ին ուրբաթ օրը աշխարհում առաջին անգամ Նովորոսիյսկի մոտակայքում Մագուրա V5 ռազմածովային դրոնի միջոցով ոչնչացրեց ռուսական Su-30 կործանիչը։ Այս մասին հաղորդում է հենց Ուկրաինայի գլխավոր հետախուզության վարչությունը։ Ուկրաինական դրոնների հարձակումները տևական էին եւ արդյունավետ, բազում խոցված թիրախներ կան։ Իսկ այն պահերին, երբ անշնորհք ռուսական էլեկտրոնային պատերազմի միջոցները մտնում էին մարտի մեջ, հարվածները ռուսական ռազմական թիրախներից տեղափոխվում էին քաղաքացիական թիրախների վրա, ինչը ռուսներին պատկերավոր նկարագրում էր, թե ինչ են տեսնում ուկրաինացիները ամեն օր իրենց քաղաքներում։ Դեռ ռուսների ձեռքերը ծուռ են, հետևաբար, երբ որ նրանց հոպը կամ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներն են մտնում գործի, ապա տուժվում են նաև խաղաղ բնակիչներ, եթե մեր լսանում կան նորմալ մարդիկ, ովքեր չեն աջակցում Պուտինի մարդակեր ռեժիմին եւ պարզապես պատահաբար ապրում են այդ վատ երկրում, հեռու մնացեք ռազմական օբյեկտներից եւ խոշոր քաղաքներից։ Իսկ ինչ վերաբերում է Ղրիմին, երեք ես ասացի, որ ռուսների կողմից օկուպացված թերակղզին վերածվել է ռազմական բազայի եւ այդ բազան
պետք է չեզոքացվի։ Հետևաբար Ղրիմի վրա հարձակումները չեն դադարի այնքան ժամանակ, քանի դեռ չի ոչնչացվել օկուպանտների ռազմական ենթակառուցվածքը, իրենց լեզվով ասած «ադալշը посмотрим»։ Հիշեցնենք, որ Ուկրաինան հետևողականորեն հարվածներ է հասցնում այն օբյեկտներին, որոնք աջակցում են ռազմական ագրեսիային, սա պատերազմի տրամաբանությունն է կանգնեցնել նրանց, ովքեր ռմբակոծում են մեր խաղաղ քաղաքները։ Քաղաքական լուրերից Զելենսկին մերժեց Պուտինի մայիսի 9-ի հրադադարը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել է Ռուսաստանի բռնապետ Վլադիմիր Պուտինի առաջարկած երրորդյա հրադադարը մայիսի 9-ին, դրա փոխարեն Զելենսկին պնդում է 30-օրյա հրադադարի վրա։ Այս մասին պետության ղեկավարը հայտարարել է լրագրողների հետ զրույցի ժամանակ։ Ուկրաինական պետության ղեկավարը շեշտեց, որ չի ցանկանում խաղալ Պուտինի առաջարկած կարճատև զինադադարների խաղերը։ Զելենսկին նաև նշեց, որ 30-օրյա հրադադարի մոդելը ամենաօպտիմալն է, քանի որ մի քանի օրում անհնար է որևէ բանի շուրջ համաձայնության գալ։ Ուկրաինայի նախագահի խոսքով Ուկրաինան չի կարող երաշխավորել մայիսի 9-ին Մոսկվայում գտնվող օտարերկրյա առաջնորդների անվտանգությունը։ Այս ֆոնին սերբ Վուչիչը հիվանդացավ Ամերիկա կատարած այցի ժամանակ, իսկ Սլովակ Ֆիցոն սկսեց չեղարկել նախկինում նախատեսված այցերը։ Կարծես թե լեգենդ են պատրաստում մայիսի 9-ի համար, որպեսզի չայցելեն վտանգավոր Մոսկվան։ Կտեսնենք, թե ի վերջո որքան հյուրեր կունենա մարդասպան բռնապետ Պուտինը։ Իդեպ Թրամփի կողմից մայիսի 8-ը Ամերիկայում հաղթանակի օր հայտարարելու վերաբերյալ մեծ հիստերիա առաջացավ Մոսկվայում, այնտեղ պաշտոնյաները մրցում են, թե ով կարող է լավագույնս պաշտպանել ռուսական հաղթանակի լեգենդը։ Ասեք, որ նրանք շատ պարզունակ են եւ կանխատեսելի։ Ավելացնեմ, որ Ամերիկան հաստատել է Ուկրաինայի F-16 կործանիչների սպասարկման համար նախատեսված օգնության նոր փաթեթը եւ Եվրոպայի հետ նոր սանկցիաներ է պատրաստում Ռուսաստանի դեմ։ Դա ինչպես մենք ասում ենք նման դեպքերում, աչքներս տեսնի։ Չէի ուզենա շատ երկարացնել օրվա եթերը։ Ձեզ հաջողություն եմ մաղթում եւ լավ երեկո։